Հրապարակը գրում է. հեռացող խորհրդարանն այսօր կմեկնարկի իր վերջին հերթական նիստերը եւ գործող падգամավորներից շատերը հրաժեշտ կտան կոմֆորտ վիճակին, 5 տարի գրեթե ոչինչ չանելու եւ միլիոններ վաստակելու արտոնյալ կյանքին։ Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկի ժամկետն էլ ի դեպ խիստ անորոշ է։ Չնայած ըստ կարգի նոր խորհրդարանի անդրանիկ նիստը պետք է մեկնարկի օգոստոսի 2-ին, սակայն հաշվի առնելով, որ ընդդիմությունն ընտրությունների արդյունքները որոշել է վիճարկել սահմանադրական դատարանում, ուստի դատական գործընթացներով եւ ժամկետներով պայմանավորված հնարավոր է այդ օրը փոխվի։ ՍԴ դիմելու վերջնաժամկետը հունիսի 19-ն է, եթե բարձր դատարանն արագացված ընթացակարգով քննի ընդդիմության հայտը, ինչն ամենահավանական սցենարն է, որպեսզի դատարանի որոշումը հետևանքներ չունենա, մարդիկ ամառային հանգիստը վայելելիս լինեն եւ փողոց դուրս եկող ընդվզող չլինի, ապա նորընտիր երեսփոխանները հուլիսի վերջին մանդատները կստանան եւ օգոստոսի 2-ին կլինի անդրանիկ նիստը։ Նախորդ խորհրդարանն էլ օգոստոսի 2-ին մեկնարկել։ Հենց առաջին չընդհատվող նիստում ազգային ժողովը վարչապետ կընտրի, իսկ բուն աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 14-ից։ Ի դեպ հեռացող խորհրդարանի падգամավորները մեծ պարգևավճարի ախորժակ ունեն, չնայած որ ամիսներ առաջ են մոտ 3 միլիոն պարգևավճար ստացել։ Փաստը գրում է. ընտրություններից առաջ իշխանական PR ամբիոններից հնչող հավաստիացումները թե կանգնելու են գյուղացու կողքին, ոչ մի կիլոգրամ բերք չի փչանալու, իսկ Եվրոպան գրկաբաց սպասում է հայկական արտադրանքին, այսօր աստիճանաբար դասվում են հերթական դժվաց խոստումների սովորական դարձած շարքին։ Ընտրություններն անցան, ձայները հավաքվեցին եւ իշխանական վերնախավը, ինչպես միշտ, սկսեց դանդաղ, բայց վստահ քայլերով հետ կանգնել սեփական խոսքերից, մեն-մենակ թողնելով հողագործին իր հոգսերի ու վարկերի հետ։ Այն, որ եվրոպական շուկաների մասին թեզերը զուտ քաղաքական սիրախաղեր էին, այլևս չեն թաքցնում անգամ կառավարության ներսում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս բաց տեքստով հայտարարեց այն, ինչի մասին անկախ փորձագետները բարձրաձայնում էին տարիներ շարունակ։ Լոգիստիկան չափազանց թանկ է, աշխարհագրական հեռավորությունը մեծ եւ պարզվում է եվրոպական շուկան բացարձակապես հարմար չէ հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար, կամ հակառակը։ Սա պարզապես տնտեսական վերլուծություն չէ, սա սեփական ձախողման եւ նախկինում հնչեցրած ստերի պաշտոնական խոստովանությունն է։ Իշխանությունը, որը խոստանում էր այլընտրանքներ փնտրել ռուսական շուկային, այսօր փաստի առաջ է կանգնեցնում նրանց։ Հրապարակը գրում է. պաշտպանական գերատեսչությունը, որ պարտադիր կարգով վարժական հավաքների է տանում քաղաքացիներին, հաճախ էլ այդ գործընթացը մահակ դարձնում ընդդիմադիրների գլխին, նույն պարտաճանաչությամբ չի վճարում հավաքների մասնակիցներին։ Թերթը բազում ահազանգեր է ստանում, որ մայիսի հավաքի մասնակիցներից շատերին մինչ այս պահը գումարներ չեն փոխանցվել։ Ասվել է, որ փոխանցումն ուշացումով կլինի, իսկ մինչ գումարը փոխանցել է, զինվորական գրքույկները պահում են զորամասերում, ինչից քաղաքացիներն ավելի են մտահոգված։ Թերթը փորձել է ՊՆ-ից պարզաբանում ստանալ, սակայն զանգերն անպատասխան են մնացել։ Հրապարակը գրում է. Իջևանյան իշխանական շրջանակներում խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մեծ եղբոր Արտակի որդին ԱԺ նախկին падգամավոր Սիփան Փաշինյանը նշանակվելու է Տավուշի մարզպետ։ Նա նախորդ գումարման падգամավոր էր, որից հետո Ուկրաինայում զբաղվում էր գործարարությամբ, բայց նախընտրական քարոզչության շրջանում ժամանել էր Հայաստան, հորեղբոր վերընտրելուն աջակցելուն։ Նա անգամ մարզեր էր գնում, քարոզչություն անում եւ մի գյուղում տեսանյութերից մեկում հենց նրան էր գյուղացիներից մեկն ասում. ներողություն խնդրելով չի լինի, դրանով ձեր արածների հետևանքները չեք մաքրի։ Փաշինյանի դասընկեր նրա ամուսնության քավոր Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետ է աշխատում 2021 թվականի ապրիլի 8-ից։ Նա մայիսի 8-ից գտնվում էր նախընտրական արձակուրդում ՔՊԻ օգտին քարոզչություն էր անում։ Հունիսի 8-ից հետո Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում Հայկ Ղալումյանի ոչ մի որոշում չկա։ Նրա մասնակցությամբ որևէ միջոցառում, ժողովի վերաբերյալ տեղեկատվություն զետեղված չեն։ Նա ՔՊ ընտրացուցակի 49-րդ համարն է, իսկ ՔՊ-ն 64 մանդատ է ստանում։ Փաստը գրում է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին նիստն ու դրանից հետո հրապարակված որոշումը լուրջ մտահոգությունների եւ հանրային հնչեղության տեղիք են տվել։ 4 ժամ տևած նիստի ավարտին հանձնաժողովը հայտարարեց, որ 3 վիճահարույց տեղամասերում վերաքվեարկություն չի նշանակվելու, քանի որ քվեարկության չեղարկումն իբր էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այս պնդումը սակայն հակասում է ընտրական գործընթացի հիմնարար տրամաբանությանը եւ արձանագրված փաստերին։ Հարց է առաջանում, ել ինչ մասշտաբի օրինախախտում կամ ընտրակեղծիք պետք է արձանագրվի եւ ուրիշ ինչ գործընթաց պետք է տեղի ունենա, որպեսզի հանձնաժողովն այն վերջապես համարի ընտրությունների արդյունքների խեղաթյուրում եւ էական ազդեցություն։
Ժողովուրդը գրում է. ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կառուցել խոշոր կրթահամալիր, համագործակցելով Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ։ Նախագծով կրթահամալիրի կառուցման հիմնական ֆինանսական եւ կազմակերպչական բեռը դրվում է մասնավոր գործընկերոջ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի վրա։ Վերջինս պետք է իրականացնի ինչպես նախագծման, այնպես էլ շինարարության եւ հետագա շահագործման հիմնական փուլերը։ Պետությունը իր հերթին մասնակցելու է համաֆինանսավորմամբ հիմնականում դպրոցի կառուցման որոշ հատվածների եւ հետագա շահագործման ծախսերի փոխհատուցման ձևաչափով։ Ըստ նախագծի պետական բյուջեից նախատեսվող փոխհատուցումների ընդհանուր ծավալը կարող է հասնել շուրջ 1.67 միլիարդ դրամի։